Բաբաջան սովաց կոտորվեցինք, նստենք հաց ուտենք էլի։ Մի անգամից հաց ուտել չի լինի, մի չհանգստանանք էլի։ Նարեն թողա ճամպրուկները բացենք նոր տղես։ Մամջան վռազ ես, սպասի կբացենք էլի։ Այնքան բաներ կա, պետք է անպայման սառնարան դնենք։ Դերում նարին կանչեք թողա բացի ես, ճամպրուկ քանդելու ծեր չունեմ։ Նարեն էլ հիմա ոչ մի բանի սեր չունի, տրամադրություն չունի երեխեն։ Հա, կա տենց բան։ Լեոյի եղբայրը այն չէր, ինչ որ Նարենն էր մեզ ներկայացնում։ Մամ, Դավոն կարգին տղա է։ Արդեն երևաց։ Ենթադրում եմ, որ Նարեն սպասում է նրան, բայց դե նա հուսախապ արեց։ Մամ, պապ, եկեք թողենք իրանք իրանց հարցերը կլուծեն։ Ես էլի եմ կրկնում, Դավոն կարգին տղա է։ Նարեն։ Գալիս եմ, մամա։ Ցավը տանեմ։ Մենակ չասես, թե անծանոթ ենք ու ինչի համար այս գրկախառնությունը։ Ես պարտավոր էի քեզ տենալ։ Պարտավոր էի գրկեի ու ասեի շնորհակալ եմ, որ սենց աղբոր բալ ես մեծացրել։ Արամը իմ համար մենակ աղբոր տղա չի։ Ինքը իմ տղեն էլ է։ Ճիշտ եւ ճիշտ ինպես։ Ես էլ աղբոր բալեքի մեռած եմ, հələ նստի օպարի կողքը։ Արամն ասեց ուզում ես հետս ծանոթանաս։ Ես պետք է քեզ տեսնեի։ Ինձ համար պատիվ է քեզ ճանաչելը։ Ես քո աղբորն եմ ճանաչել։ Հեռակա, բայց տեսել եմ Հունանի կողքին։ Հավո երևի ուզում էիր ասեիր Հունանին էիր տեսել հորս կողքը։ Ցավը տանեմ, խելացի է։ Հա, Հունան նով էր, որ քո ասլան հոր կողքով քայլեր։ Հունանը աղբորս թևի տակ է աճել։ Ցավը տանեմ Հունանը գիտի, որտեղ գտնվի, ինչ օգուտ քաղի եւ որտեղ ստոպ տա, ինքը շատ լավ գիտի այդ օրենքները։ Արամն ասեց դու կարաս մեզ օգտակար լինես։ Բա ոնց չէ ցավը տանեմ, պատրաստ եմ, լավ աղբերներին օգնելու համար ես միշտ պատրաստ եմ։ Հավո, օպարին պատմի այն, ինչ որ ինձ ես պատմում։ Ցավը տանեմ, ասում եմ մի հատ սառը բան չխմենք, հովանանք, որովհետև թեժ թեմաների մեջ ենք էլի ինգրելու ինչ որ պատմելու եմ։ Հաջող եկեք Հայաստան, տիկին Բելա։ Ձեր տեղը շատ ազգացվում։ Հույս ունենք, այս անգամ երկար եք մնալու։ Դեռ չգիտենք Հելեն ջան, դեռ պարզ չի։ Ես էլ մտածեցի Նարեի ամուսնության հարցը որ կա, երկար կմնաք։ Դավոն էր զանգել, հետաքրքրվում էր ոնց տեղ հասակ։ Դե երևի շատ զբաղված էր, չկարացավ գա մեր հետ հաց ուտի։ Բաբաջան Դավոն շատ աշխատասեր տղա է։ Շատ ես գովում տղես, հասկացամ, որպես ընկերոջ եղբայր քո համար շատ լավն է, բայց որպես փեսա դիտարկենք, արդյոք լավն է։ Տիկին Բելա, Դավիթը իրոք շատ լավ տղա է։ Նարեի բախտը շատ է բերել։ Լիա ջան, լսել եմ դու էլ Լեոյի հետ ես հանդիպում։ Հանդիպում էինք, բայց հետո հասկացանք, որ մենք այդքան էլ իրար համապատասխան չենք։ Ափսոս։ Նարե ջան, կարող է դու Դավիթն էլ հանդիպեք, հետո նման եզրակացություն էլ դուք գաք։ Ջա Հակոբ, ես վստահ եմ, որ տենց բան չի լինի, որովհետև Նարեն ու Դավիթը շատ համապատասխան զույգ են։ Հետո իմ ու Լեոյի դեպքը ուրիշ էր։ Նարա ջան, մտ սառը ջուր կբերես ինձ։ Հիմա։ Ես էլ ես տանեմ խոհանոց։ Քեզ մոտ ինչ կա Հելեն ջան։ Ինձ մոտ ինչպես միշտ, կյանքը ընթանում է բնականon հունով։ Պապային ու Շուշին գալի Հայաստան։ Հիմնականում ես եմ գնում, իրենք տարին մեկ անգամ են գալիս, եղբորս գերեզման գնալու համար։ Ոնց թե, դու գիտեիր, որ Գրիշը սիրուհուց երեխա է ունենալու։ Այսօր եմ իմացել։
Լեա գժվել է աղբերդ։ Երևի, չեմ կարող ասեմ։ Ինչ ա եղել։ Ինչ եմ բաց թողելով ա գժվել։ Ոչ մի լավ բան բաց չես թողել։ Բայց ինչ ա եղել։ Դավիթի բացակայությունը պայմանավորված է նրանով, որ Մանանը շատ վատ վիճակում պապի տուն է գնացել։ Պատճառն էլ Գրիշի հղի սիրուհին է։ Հա՞։ Նոր ինչի է սենց լարված։ Ինչ ա եղել։ Ինչի Դավիթը չի գալիս։ Ու երեխեք հարցեր մի տվեք, էլի ներվայնանում եմ։ Նոր ջան, ոնց հարցեր չտանք, չիմանանք ինչ ա եղել։ Հո ինչ-որ վատ բան չի եղել։ Եղել է։ Գրիշի հետ են կռվել։ Լեա լուրջ եմ ասում, որ ձեռքս ընկավ սպանելու եմ աղբորդ, հերիք եղավ էլ ինչքան կարելի է, զզվեցինք արդեն։ Բայց հիմա ինչի են կռվել։ Որ ասեմ իմ պատճառով կհավատաս։ Երեխեք լուրջ եմ ասում, արդեն լացս գալիս է։ Նոր ջան, հանգստացի։ Ոնց հանգստանամ, Լեա կասես, այս կարևոր օրը պետքա փչացնեին, չէ՞, ոնց կլիներ։ Նոր։ Ինչ-որ բան է կատարվում, ես տեղյակ չեմ։ Նարեն շատ լարված է։ Չէ, պապ ջան, ինչ պիտի կատարվի։ Իսկ Դավիթը միշտ է իրան սենց պահում։ Պապ, ես էլի եմ կրկնում, Դավոն կարգին տղա է, ու վստահ եմ անհետաձգելի հարցեր է ունեցել։ Ոչինչ, հետո կհանդիպենք։ Հիմա սենց բաների պատճառով կարծեք մի կազմենք, էլի։ Արա այդ աննասունները ինչ արել էինք, սաղ տվե ջարդել են։ Մի մտածի, մի բան կանենք։ Արա ոնց չմտածեմ, ախպեր վարկով վերցրած ապրանք էր ու են թանկանոց։ Դավո ասում եմ հանգստացի, մի բան կմտածենք։ Ախ, արա ներվերս խախտվում է։ Հանգստացի ասում եմ։ Արա ոնց հանգստանամ, արա։ Հիմա Նարեի տնեցիք ինչ կմտածեն, չեն ասի ով այս անլուրջ գյադեն։ Իբր քո մասին շատ ես մտածում, հիմա էլ մտածում ես քո մասին ինչ պիտի մտածեն։ Հեսա կգնանք տուն կմտածենք ինչ ենք անում, ոնց ենք տակից դուրս գալի։ Դու ձեռդ։ Քել։ Сколько лет, сколько зим։ Հաստորեն հիշեցիր։ Ես էլ մտածում էի անճանաչելի փոխվել եմ, կամ քո հիշողության հետ խնդիրներ կա հունան։ Ինչ կա, լավ ես։ Քուր եմ կորցրել, ոնց պետք է լինեմ։ Բախտակից ենք։ Արսենից հետո ինձ էլ է ցավը ծանոթ։ Գրիշ։ Հարցերդ լուծեցիր։ Պարտադիր։ Ու ոնց։ Ինչը ոնց դրանց վոտերից տակ եմ առել։ Մա գիտեին պետք է սենց հեշտ մարսեմ։ Խանութ էին ուզում բացածել են, նենց եմ տվել ավիրը ամեն ինչ արդեն փակելու վաղտն է։ Յա, մտա ջան, տենց բան անում են։ Աբր են կեսդ իմանա ներվի։ Յանի խես տենց բաներ ասում, պապ։ Ասում եմ, որ ուղեղդ մտնի։ Պապ ջան։ Ամեն մեր տենալուց ոնց որ միակ նպատակը տենալի, որ ինձ համոզես ես դեբիլ եմ։ Էտա տայն շի, պապ ջան, լավ է իմ ուղեղը աշխատում է, լավ է ամեն ինչ հասկանում եմ։ Որ աշխատել այսքան բանի մեջ չէր մտնի։ Անես տպավորությունը ոնց որ ցեղական ցլի կլնես։ Ուր մտնում դուրս ես գալիս մեկը հղի առնում։ Ախ, լավ ամոթել է, պապ, թարգելի։
Գրիշո։ Ախա։ Ասեք երկրորդ անցակետն արա։ Մամ ջան, հենց նոր են առաջին անցակետը բարեհաջող ինձ անցել եմ, հետը սաղ լավակ թողնես էլ եմ վերև պարկեմ մի քիչ։ Արի մի երկու բար խոսենք, հասկանամ ինչա կատարվում։ Արի։ Լսի դու օրերով հանգիստ մնում ես, հետո պայթում սկսում ես հիմարություններ անել։ Մի հատ կբացատրես ինչ կռիվների մեջ ես։ Էդ ինչ աղջիկա, ինչ երեխա է։ Իսկ մե դու կասես, որտեղից ես sense տեղեկացված։ Էդ էական չի։ Դու ինձ ասա ինչ պատմությունների մեջ ես։ Հերիքա մեկոսանակ էս ընտանիքա։ Իհարկե այդ ընտանիքի ըտառն է մնացել, բայց թեորիապես դեռ գոյություն ունի։ Մամ ջան, ես ամաչում եմ այդ բով քո հետ խոսամ ես ինչ հարցեր ես տալի։ Անցի առաջ այդ թեմաները։ Քալանելուց առաջ ամաչեիր, հիմա շատ ուշ է։ Մանանը հստակ Լեային ասել է, որ այդ աղջիկը հղի է։ Լավ, մամ, ասացի վերջ փագի թեման է, չեմ կարող ոչ մի բան խոսամ դրա հետ կապված։ Լավ, գոնե ասա հասկանամ այս ծեծու ջարդի վերջն ինչ եղավ։ Ինչ որ պետք է այդ էլ եղավ։ Հալեա։ Տղետ ինչ պատմությունների մեջ է նորից։ Այս ինչ ինֆորմացիայի տեղատարապ է։ Լեոյից հետ ինչի ակռվեմ Մանանի թեմայով։ Փաստորեն դուք դուրս ավելի շատ բան գիտեք, քան ես տանը նստած։ Մամ, կասես հասկանամ։ Չգիտեմ։ Եղբորդ հետ խոսել չի լինում, կատաղած մեկ գնում է, մեկ գալիս է։ Հունանը մի երկու բառով ասեց, բայց ամբողջ պատմությունը չգիտեմ։ Պապի ուշացան։ Հիմա որ տուն եկան է, երկուսի գլուխներ ջարդելու եմ։ Ես զանգել ինչ պատասխանել, ինչ սովորությունը։ Սրտս կանգնում է արդեն, մի պատմության մեջ ընկած չլինեն։ Ես էլ եմ դրանից վախենում։ Պապի ուր։ Գնամ տեսնեմ մոտերքում են թե չէ։ Դե ու չէին գալու դրան մոտ կանգնեին։ Նայած ինչ վիճակում են տուն հասել։ Ինչ։ Արա դու հիվանդ ես, խի ես գնացել Լեայի մոտ ավել պակաս խոսացը։ Նորմալ խոսա հետս։ Արա այսքանից հետո նորմալ խոսալը որ այդպես լավ չի, հայտարարություն տապի հելի դրսերը քայլի պլակատով։ Պետք լինի էտել կանեմ։ Ոնց որ արդեն նորմալ է, հա, որ մի բան ես անում ու չես ուզում արասների համար պատասխան տաս։ Չէ, ձեր պարագայում հեչը նորմալ չի։ Աղբերները արարքը արել են, դրա պատասխանն է ստացել են։ Իսկ դու ընդհանրապես ոչ մի պատասխանի արժանի չես։ Մարդկային լեզուն սկսել ես չհասկանալ, մանան։ Ես չեմ հասկանում։ Ինձ գժի տեղ ես դրել, հիվանդ ես դու, ես ինչը պիտի հասկանայի։ Արա լուրջ քեզ խելոք բայի մանա կգամ հասնեմ մտե աղբերների տորը քեզ կգցեմ նայ։ Ինչ ես արել Լեոյենց։ Եթե այդքան հետաքրքիր է որ Բաշարեն տուն հասնենք պատկերավոր կտեն ասել չպատմեմ։ Երդվում եմ, կսպանեմ քեզ, եթե Լեոյենց գլխից մազա պակասած եղել։ Մազերի պահով տենց վստահ չեմ կարող ասեմ, բայց ատամներից պետք է որ լիքը պակասած լինի մանան։ Հարց տվեցի, ինչ ես արել։ Այդ հարցերը սպասի որ աղբերներիդ տաս։ Ոնց դնում ամեն ինչ սաղին պատմում ես, տենց է սպասի որ գան քեզ իրանք հերթով մանրակրկիտ պատմեն։ Հաջողություն։ Հիմար։ Ոչ միտեղ չկան չաները։ Գրիշներ զանգել։ Ինչ։ Աչքից տեսել են էլի իրար ու ծեծու ջարդ է եղել։ Զանգի դրան տուր ինձ հեռախոսա։ Ինչ պիտի խոսաս հետը։ Ես գիտեմ ինչ կխոսամ։ Չէ, պապի սպասի Լեոյենց գտնենք։ Ալո, ես ուր եք, ինչի զանգերի չես պատասխանում։ Հեսա հասնում ենք տուն, պապ։ Ինչ է եղել, նորից տեսել եք դրան։ Պապի համբերի հեսա հասնենք, կասեմ։ Ես ծեր։ Հա, ինչ է ասում։ Հիմա հասնում են։ Ինչ անեմ Հելեն, զանգեմ Լեոյին։ Լսի հա զանգի, ամենաիդեալական պահն է իրան մորթելու համար։ Բա ոնց ինֆորմացիա իմանամ։ Նարեն կիմանա քեզ կասի։ Ախր Նարեն պանիկայի մեջ է։ Մինչև սթափվի, մինչև մի բան կարողանանք իմանալ, չգիտեմ ուր կհասնի։
Խնդրում եմ էլի դու զանգի Գրիշին։ Չէ, Լեա, չեմ զանգելու։ Որ զանգենք ավելի ենք պանիկայի մեջ գցելու բոլորին։ Նենց որ արի սպասենք, լույսը կբացվի կհասկանանք ինչ ենք անում։ Դու էլ հանգստացին արեից ավելի շատ ես լարված։ Որովհետև մտածում եմ իրար մի վնաս տված չլինի։ Բայց որ տված է լինեն, դու ոչ մի բան չես կարողանալու փոխես հիմա։ Հելեն մեկ-մեկ անկեղծ ներվանան եմ քո այդ սառը դատելուց։ Ցանկացած ընկերական շրջապատում պետք է այնպես մեկը լինի, որ ձեզ բոլորիդ ուշքի բերի։ Շատ կզարմանայի, եթե այս վիճակով տուն չգայիք։ Պապ ջան, կլինի չխոսանք։ Ինչը չխոսամ, այ տղա ջան։ Կամ ինձ հիմա պատմեք ինչ ա եղել, կամ հիմա երկուսիդ էլ ոտերից տակ եմ առնում, հերիք եղավ։ Պապի, դե կռիվ ենք արել, ինչ պատմենք։ Գրիշի հետ։ Հա։ Մի քանի իրանոման լակոտեր հավաքել եկել։ Այդ ներն եմ պրծնում ես ամեն ինչից։ Ապրեք, ինչ ասեմ։ Դուք իրան ծեծեք, իրան կան ձեզ ծեծեն, հետո նորից գնացեք իրան ծեծեք։ Թե չգիտեի, որ ես վիճակում եք տուն գալու։ Այդ անասունները են մեր վարկով վերցրած խանութի կավիքն են ջարդել։ Այդ ձեր այդ նոր բիզնեսի։ Հա։ Հայ, սիրտս վկայում էր, որ այդ վարկը շատ վտանգավոր է լինելու։ Տղա բարի կռիվ են անում, ամոթելա ուրիշի ապրանքն չի եք ջարդում։ Որովհետև անասուն եմ, պապի։ Բերանս ես բացել տալիս, որ ասեմ թորդ նեղվի։ Չգիտեմ, ոնց եմ ունելու, ոնց եմ սրատակից դուրս գալու։ Հիմա ինձ մանրամասն պատմի հասկանամ ինչ ա եղել։ Այդ շատ երկար է մաման համոզը որ գաս խոսաս այդպես։ Այդ հեգնական տոնդ փոխի թե չէ հեսա գլուխդ կջարդեմ։ Լավ հասկացանք էլի պապ ջան կարողա դեմդ լակոտա, էս ինչ ձև ես խոսում։ Հələ մտ հանգստացի ու ձայնդ իջացրա։ Լավ մի խոսքով ես քո խոսալու բան չունեմ, հա։ Մարդավարի հետ ես խոսում, երբ գնում գալիս ես, ինչ մտքով տանցնում ես, ասում ես, տենց ոնց կլինի։ Վերջի անգամ եմ ասում Գրիշո։ Մյուս անգամ ձայնդ վրա չբարձրացնես։ Այդ դու երբ ես իմ հետ կարողացել մարդավարի խոսած, որ ես էլ մարդավարի չեմ պատասխանել։ Հələ մի րոպե էլի պապ ջան, այդպես ինչ եմ արել քեզ, մի հատ կարամ իմանամ։ Սաղ կյանքս ոնց մտքով տանցել է, տենց ապրել եմ։ Մի հատ մանանի հետ պսակվանք, մատի փաթաթան սարքեցիր։ Ես արժանի եմ ես վերաբերմունքին։ Հետո այն որ ժամանակին պետք անես տայ որ վիզդ վրդ վրար։ Ուղղակի մեղքս գալիս ես։ Մյուս անգամ չհամարձակվես իմ հետ տենց խոսած։ Թե չէ պատուանից դուրս կշպրտեմ Գրիշո։ Ես կզարմանայի, որ հանգիստ խոսեիք։ Ձեր ձայները փողոց է հասնում։ Պարկի քնի առավոտ կխոսենք։ Ոչ մի քննել ես ելնում եմ դուս։ Վերջ, չենք շարունակում։ Պարկում ես ու քնում ես, առավոտ կխոսենք։ Գրիշո։ Պապ ջան գնալ եք։ Խնդրում եմ։ Ասա ինչ էիր ասում։
Այդ ինչ ես անում։ Այս վաղը տար ոսկու շուկա ծախի բարդքիդ կեսը գոնե կփակես։ Քիչ ես դու։ Դա վերջ չի քննարկվում։ Անան խելոք մնա։ Ասում չէ։ Ինձ այս զարդերը պետք չեն, մանավանդ որ դրանց նվիրածներն են։ Ինձ առավել եւս պետք չէ։ Պետք են։ Եթե դու չանես, ես եմ անելու։ Էլ դրանց պատճառով քեզ լացելու չտնամ լսեցիր։ Չէի ուզում ես վիճակում հայտնվեիք դավ։ Ոչինչ։ Ես էլ կանցնի։ Ամեն ինչ էլ անցողի կա։ Լուրջ եմ ասում, գժվում եմ արդեն։ Անա լավ։ Փակեցինք այս թեման։ Դավիթ աղաչում եմ, տարես ոսկին ծախի, դրանց առածներն են, տենց հիմարություն է արել Գրիշը, ուրեմն հենց իրանց առածներով էլ պարտքիդ կեսը գոնե կփակենք։ Ես մանանը չլինեմ, եթե քեզ հասցրած վնասի չափով կոպեկ չստանամ այդ մակունցներից, դու լսպասի։ Ոչինչ։ Լույսը կբացվի, ինչ-որ բան կմտածում։ Կներես ինձ տավ, խնդրում եմ։ Ես չէի ուզում սենց բան լիներ։ Այ լավ, մանա։ Երիքա, մի լացի։ Անցանք, ամեն ինչ լավ կլինի։ Սարիկ։ Լեո, ես ինչ թեմաների մեջ եք ախպեր։ Արասուս ախպեր։ Հələ պատմի տենամ ինչ ա եղել։ Դե ընկերի շոներ իրան վատ պահել։ Գնացինք ես ու Դավոն բերանը ջարդեցինք։ Հետո էլ ընկերների հետ եկավ։ Մի խոսքով համ ծեծել ենք, համ էլ ծեծվել։ Ես ինչի եմ հիմա նոր իմանում ես ամեն ինչի մասին։ Նարեն խոսած Դավոյը տասեց ինչ որ կռվի մեջ եք եղել։ Սարդը այդ բան զանգե ինչ ասեի ախպեր։ Այն ինչ կա Լեո ջան։ Դավոնա։ Չէ, Լեոնա։ Ախպերս Նարեն դու բան մի ասա էլի։ Թող Դավոն ինչը որ պետք է այդ պատմի։ Մա դուր խոսամ էլի։ Նարը ջան, ընկերոջս հետ եմ խոսում, ինչ ես ուզում։ Հա դուր հասկանամ ինչ ա կատարվում։ Զանգի Դավոին հասկացի ինչ ա կատարվում։ Սարիկ դուր ասում եմ։ Սար սպասի ես անջատեմ, ասա գլուխը խառնա էլի, հետո կխոսակ լավ։ Անջատեց, ասма հետո կզանգի։ Վայ ոնց եմ ես ձեզնից ներվայնանում, լուրջ եմ ասում։ Նարը ջան, հոգնած եմ էլի, թող մենակ։ Բարի գիշեր, Սարիկ։ Օպար ինչ կա, եկել էիր լիսկաթափվեիր։ Շատ լավ տեղ է, բայց ուղեղս չի հանգստանում։ Միտքս, սիրտս, հոգիս չի կարում ընդունի, որ արսս չկա։ Տանջում է։
Հոպար ջան, բայց դու ինձ տենց են մանրամասները չպատմեցիր, թե ոնց ա եղել պապայի մեկ է Հունանի պայերը, ինչ ա եղել, ոնց ա եղել։ Հունանը լակոտա։ Դու մենակ էդ իմացի։ Կրիսա։ Այս ժոգելա վիճակը լարվում ա, թողը թռելը արսիս էլ մենակա թողել։ Ափսոս ուշ եմ իմացել։ Եթե շուտ իմանայի, մի բան կկարանայի անեի։ Արսս էլ չի ուզեցել ընկերոջը դեմ տա։ Զգում էի, որ այդ Հունանը չի մարսում։ Ինչ է հոպար։ Որ աղբորս սաղ սիրում ու հարգում էին։ Հերը դուր գնում էր գլխի վրա ընդունում էին։ Վատ էր զգում իրան։ Ինչ կեղտ ասես կերավ, թողես թռավ սաղ թողես աղբորս վզով։ Ով կմտածեր, որ էդի իրան տենց կպայի։ Ինքը չէր սպասում, որ ես ամեն ինչ կիմանամ ու կգամ Հայաստան իր հերն անիծելու։ Ես Արտյոմը չլինեմ, թե Հունանի վերջը չտամ։ Դու էլ սպասի արամ։ Բայց արի հիմա ինձ տուն տար։ Մի քիչ պարկեմ։ Լավ չեմ զգում ինձ։ Ամել մի քիչ շատ եմ խմել։ Արդեն պարզ է ինչի զանգերից չես պատասխանում։ Չեն արողակի նոր եմ զարթնել քնած էի։ Դավ ես երեկվա մասին եմ խոսում։ Արդ ներսանցի։ Հիմա ինձ մանրամասն պատմի ինչ հայր եղել ու ինչի չես եկել։ Նար լավ էլի արի թեմայով չխոսանք։ Դու ինչ կուզես, սուրճ, թե Դավ դու քեզ տեսել ես։ Ինչ ա վիճակը, թայլու մեջ քեզ նայել ես։ Դա մեծ խելոք ունեն, արի, հանգստացի։ Ես շատ խելոք եմ, Դավ։ Ես նենց չգիտեի, որ դուք երեք Գրիշի հետ եք կռվել։ Երեք էլ խելոք նստած սպասել եմ։ Ուղղակի այդ անուղեղը նենց հանում, որ իրան նենց լխկեմ, որ ամոթից չկարողանա փողոց դուրս գա։ Մեծ հանգստացի։ Ու շատ լսի քեզ ինչ եմ ասում։ Հիմա մենք կարևոր բան ունենք խոսալու իրար հետ։ Ինչ։ Այդ անասունները երեք որ եկել էին։ Տվել մեր վարկով վերցրած ամբողջ կայքը ջարդել են։ Ոնց թե։ Տենց։ Դավ լուրջ ես ասում։ Հա։ Ես հենց հիմա զանգում եմ դրան։ Արա ջան, մի թող մի կողմ է հեռախոսը հանգստացի ասում եմ։ Դա ոնց հանգստանամ։ Ով է այդ անուղեղը, ինչ է իրանից ներկայացնում, որ մեր հանդեպ տենց բան անի։ Նար, ես բոլոր հարցերը կլուծեմ։ Դու ոչ մեկին մի զանգի, լավ։ Չէ, ես առաջինը հենց Լեային եմ զանգելու։ Նարը լսում ես քեզ ինչ եմ ասում եմ հանգստացի։ Դավ ես պետք լինի տիկինինային էլ եմ զանգելու։ Թող իմանան ով է իրանց տղեն, չնայած շատ լավ գիտեն ով այդ տականքը։ Ես չեմ հասկանում, ես ուղղակի ստորության գագաթնակետն է, էլի։ Վերջ։ Դավ սիրտս պայթում է ուղղակի արդեն։ Նար, փակեցինք այս թեման։ Խնդրում եմ, դու ոչ մի բանի մեջ մի խառնվի, էլի ես ամեն ինչ կլուծեմ։ Գոնե արի գնանք տեսնենք ինչ են արել։ Կգնանք, հեսա միասին կգնանք, բայց դու ոչ մեկին ոչ զանգում ես, ոչ էլ ինչ-որ բանի մեջ խառնվում ես, եղավ։ Դու իրոք խելագարվել ես, Անտիգոնե։ Ես ինչ կարող եմ անել։ Պետք է որոշես, կօգնես ինձ, թե ոչ։ Չեմ հասկանում քեզ, ինչով օգնեմ։ Ես պատրաստվում եմ նրան թաղել Իսմենը։ Ինչ եղավ։ Ներվեր չունեմ։ Այս վիճակից ինձ մենակ Անտիգոնեն էր պակասում։ Բայց հիմա ենք անում, որ սեպտեմբերից գանք արագ առաջ անցնենք, դու էիր ասում։ Ման, ինչ եղավ։ Լսի, դու կյանքում սենց թուլացած ու խեղճացած չես եղել։ Մի հատ ուշքի արի, խնդրում եմ։ Չեմ կարողանում։ Սիրտս կանգնում է արդեն։ Ուրեմն կիսվի, որ թեթևանաս, ինչ է կատարվում։
Ուզում եմ գնամ երեխուց ազատվեմ Լիլ։ Աննորմալ ես դու։ Այս երեխուների հետ հավասար դժբախտացնելու եմ։ Չեմ ուզում։ Սարքելու են կռվախնձոր, երկուսիս կյանքն էլ դժոխք դառնա։ Այդ մակունցները մարդ չեն թողելու հանգիստ ապրենք, թքած են ունենալու երեխու փաստի վրա։ Չեմ ուզում ինքներիմ նման առանց պապա մեծանա։ Ամբողջ կյանքում սպասի, որ մեկը իրան պիտի հասկանա, մեկը պիտի կարեկցի։ Չեմ ուզում երեխես դժբախտ լինի։ Բայց ով ասում, որ Գրիշը երեխուն թողնելու է կամ էլ դժբախտացնի։ Դու էիր ասում, չէ, որ երեխու լուրն իմանալուց հետո աշխարհով մեկ ա եղել։ Չեմ հավատում։ Ես ոչ մեկին չեմ հավատում։ Մի օր ուրախա, հաջորդ օրն էլի անցնում է հին ռեժիմին։ Ման գլխիցդ հանում ես երեխուց ազատվելու միտքը, հասկացար։ Մյուս անգամ էլ այդ թեմայով չխոսաս։ Դու հիմար ես, ի՞նչ է նշանակում երեխուց ազատվեմ։ Հա, հիմար եմ։ Մանուր։ Լվացվեմ, լավ չեմ զգում ինձ, հետևիցս չգաս։ Հունան, խնդրում եմ Գրիշին ասա, թող գա։ Ես երեք իրան ասացի, որ խոսելու բան կա։ Հիմա պետք է որ եկա ծլներ։ Աղաչում եմ քեզ, գնա ասա, թող գա մեզ հետ սեղան նստի։ Այդքան մի ճնշի, տղա ա։ Քեզ հետ ուզում է խոսի, կիսվի, որ իրեն լսես։ Հասկանում եմ, որ քո կյանքում ծանր փուլ է, բայց այդ երեխուն մենակ մի թող։ Լույսես։ Ստղես։ Այդ Լեոյենց հետ կապված թեմաներին ընթաց չտաս։ Ընթացք տալու բան չկա, արդեն ինչ պետք է ես արել եմ։ Իսկ եթե հետո իրանք ընթացք տան, արդեն կտենան ինչ ալու։ Ոչ մի բան էլ պետք չի անել։ Եթե ինչ-որ մի բան պարտադիր, ես դրա մասին պետք է իմանամ։ Լավ։ Իսկ հիմա գլուխդ բարձրացրա ու հանգիստ ծածկեր։ Բարի լույս։ Բարի լույս։ Արի նախաճաշենք, վաղուց բոլորով չենք նախաճաշել։ Ինչ ա եղել երեք Գրիշ։ Ինձ նայի։ Ինչ ես արել։ Ինչին արժանի էին, էդ էլ արել եմ։ Հիմա ուզում հասկանամ դու եկել ես իմ որպիսությունը իմանաս, թե Աշտենց որ նրանց ուզեիր կգներ մի անգամից նրանց մոտ էլի։ Նստի։ Լեանցի նստի։ Այս սեղանի շուրջը ոչինչ չեն քննարկում։ Չէ, շնորհակալ եմ։ Ոնց հասկանում եմ, այս սեղանի շուրջ հավաքվածներով ինքներդ ձեզ կործանելու ճանապարհով եք գնում։ Էդ իմը չի։ Ինչ խոսք իմ սիրտը ձեր համար ցավում է։ Բայց ոնց հասկանում եմ, մարդու տեսակը փոխել անհնար է։ Ինչի համար պայքարեմ, եթե հաջորդ օրը նույն բանն եք անելու։ Ալին ջան։ Գրիշ, մանանից տեղյակ ես, կարող է քո հետ է։ Չէ, ինչ է Մանանին։ Լսարանում էինք, փորձ էինք անում, իրան լավ չզգաց, ասաց դուրս եմ գալիս, լվացվեմ, գնացի հետևից, տեսա չկա։ Հիմա ամբողջ ինստիտուտը տակնու վրա եմ անում, ոչ միտեղ չկա։ Հալավ,
տուն գնացած կլինի, էլի ուր պետք է թեր։ Չգիտեմ, ինձ թվում է հիվանդանոց է գնացել։ Ոնց որ այդ տիպի վատ էր։ Հիմարություններ էր խոսում, ասում էր ուզում եմ երեխուց ազատվեմ։ Չգիտեմ, խնդրում եմ, հասի տեսուրա, էլի գրիշ։ Ինչ ես խոսում, ինչ երեխուց ազատվել։ Հա, ինձ ասեց լսարանում։ Խնդրում եմ, էլի մենակ շուտ հասի։